Այսօր մարտի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում պաշտոնապես մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի նոր մշակութային ճանապարհորդություն Հայաստանում պիլոտային ծրագիրը։ Այն նպատակ ունի արվեստով հետաքրքրված, բայց մշակութային կյանքին սահմանափակ հասանելիություն ունեցող երեխաներին ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։ Հիմնադրամը իր հիմնադրման օրից ուշադրության կենտրոնում է դրել մշակութային հիմնախնդիրները եւ անոր համար միշտ սադարել է եւ նախաձեռնել է մշակութային տարբեր ոլորտներում ծրագիրներ։ Այսօր շատ ուրախ ենք, որովհետեւ մեկնարկում է մշակութային ճամփորդություն Հայաստանում անունով պիլոտային ծրագիրը։ Երկար ադենե հիմնադրամը չեր առնչված այս տարիքային խումբի հետ 8 մինչև 12 տարեկան երեխաներ։ Մեր այս ծրագրի շահառուները 40 երեխա են, Դավուշի մարզի 4 բնակավարներից ընտրված։ Իրենց առաջադրել էին գեղարվեստական այսպես շարաչություն գրեմ, որ ինչ է արվեստը եւ ինչի են ուզում այս ծրագրին մասնակցել, իսկության մեջ դժվար եղավ ընտրել այդ շարաչության հիման վրա, բայց պետք էր որ 40 շահառու ընտրեինք։ Վստահ եմ, որ բարեհաճող եւ հեզասահ ընթացք կունենա ծրագիրը եւ արիթ կունենանք անցնելու եւ փոխադրվելու տարբեր մարզեր եւ ամբողջ Հայաստանում երեխեքա արիթ կունենան այս ծրագրին մասնակցելու։ Հունիսին արդեն կունենանք ավարտը, ամեն շաբաթ տարբեր մշակութային եւ արվեստի կենտրոններ պիտի այցելեն երեխեքը եւ հետեւեն գրթական ծրագիրներու ամեն մեկ կենտրոնում եւ վերջում պիտի տեսնենք, որ որքան աստեցություն ունեցել է, որքան փոխել է իրենց մշակութային գիտելիքը այս մեր կազմակերպած եւ նախաձեռնած ծրագիրը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին եւ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, խորհրդի եւ այլ անդամներ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շեն Մինը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը եւ ծրագրի շրջանակում համագործակցող տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ։ Ծրագրի գաղափարը մարզերի, մասնավորապես սահմանամերձ շրջանների երեխաներին Հայաստանի տարբեր մշակութային կենտրոններ այցելություն հնարավորություն տալն է, բայց այցելության գաղափարով չենք սահմանափակվում, ունենալու ենք բոլոր այցերի ժամանակ կրթական ծրագրեր, տեսական եւ գործնական մասերով, որպես առաջին փուլի համար ընտրել ենք Տավուշի մարզը, 40 երեխա են 8-ից 12 տարեկան եւ լինելու են Հայաստանի, ոչ միայն Երևանի, այլ նաեւ Հայաստանի մարզերի 10 մշակութային կենտրոններում։ Լինելու են Պատանի հանդիսատեսի թատրոնում, օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերում, նաեւ գործընկեր ունենք չինական կողմից, չինական գիտամշակութային կենտրոնում։ Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալակյանը ամփոփելով միջոցառումը հայտարարեց ծրագրի մեկնարկը։ Ընթերցվեցին երեխաների շարադրություններից հատվածներ։ Դպրոցականներից մեկն էլ ինքն ընթերցեց իր շարադրությունը։ Միջոցառման ավարտին երեխաներին հանձնվեցին մշակութային ճամփորդության մեկնարկային նվեր փաթեթներ տիկին Աննա Հակոբյանի եւ գործընկերների կողմից։ Ծրագրի մեկնարկից անմիջապես հետո երեխաներն իրենց առաջին շրջայցն իրականացրեցին հենց ազգային պատկերասրահում եւ մասնակցեցին խճանկարի արվեստը կրթական ծրագրին, ինչը խորհրդանշում էր մշակութային գիտելիքներով լի ճանապարհի սկիզբը։ Նախ մեկնարկից առաջ մենք հարցաթերթեր ենք լրացնում երեխաների գիտելիքի մակարդակը ստուգելու համար։ Հույս ունենք, որ ծրագրի ավարտին արդեն գիտելիքի կտրուկ աճ կունենանք։ Առաջին մեկնարկային օրը բացման միջոցառումից հետո ունենալու ենք նաև կրթական ծրագիր խճանկար թեմայով։ Ազգային պատկերասրահի կրթական ծրագիրն է։ Ոչ միայն բացատրվելու է ինչ է խճանկարը տեսական մասը ավարտից հետո, նաև գործնական հատված ենք ունենալու, իրենք իրենց ձեռքով ամեն մեկը իր համար փոքրիկ խճանկար է հավաքելու։ Աշակերտները նաև ունեցան անկեղծ եւ հետաքրքիր զրույցներ իրենց երազանքների մասին եւ ինչպես են պատկերացնում այս ծրագրից ստացված գիտելիքները։ Ես երազում եմ մեծանալ եւ դառնալ իմ երկրի համար այնպիսի մարդ, ով կկարողանա կատարել լավ գործեր։ Ինձ համար արվեստը միջոց է նկարները, պատկերները, մեջի հույզերը այլ ձև արտահայտելու համար։
Ես ցանկանում եմ էլ ավելի բաներ սովորել արվեստի մասին, թանգարանների մասին։ Երազում եմ հանդիպել հայտնի կանոնահարուհի Բելա Պապիկյանին եւ նրա հետ նվագել, որովհետեւ ինքը շատ գեղեցիկ է նվագում եւ ես սիրում եմ նվագել կանոն։ Եվ ուզում եմ նրա նման լինել։ Ինձ համար արվեստը դա մեծ շունչ է, որ ես կարում եմ, եթե ես կարողանում եմ անել նվագել, դա ինձ համար մեծ գործ է եւ իմ երազանքը, որ ես դառնամ շատ հայտնի, որ ինձ բոլորը ճանաչեն եւ ասեն ինչ գեղեցիկ է նվագում, ինչ ոգևորված է նվագում եւ դրա վրա ես շատ եմ աշխատում։ Ու երբ գնում ենք օրինակ գնում ենք ինչ-որ մրցումների, ինձ ասում են շատ գեղեցիկ ես նվագում ու ես շատ եմ ուրախանում, ոգևորվում եմ ու ավելի լավ եմ սկսում նվագել։ Այս ծրագրից ուզում եմ սովորել, որ պետք է միշտ հավատալ, որ կարող ենք միշտ առաջ գնալ, պետք է մեզ հավատանք, որ միշտ ամեն ինչ ստացվի։ Եվ մասնակցում եմ ծրագրին, որովհետև ուզում եմ գնալ տարբեր մշակութային վայրեր եւ ձեռք բերել նոր ընկերներ։ Եվ այսօր ձեռք բերեցի մեծ նոր ընկերներ, թե մեծ, թե փոքր, կարևորը որ նրանք բարի էին եւ նրանց հետ շատ լավ էր, բարի էին եւ ես ձեռք բերեցի էլի նորանոր ընկերներ։ Ես երազում եմ մեծանալ, լավ մասնագետ դառնալ, ուզում եմ բժշկուհի դառնալ եւ մարդկանց կյանքեր փրկել։ Ես կուզեի, որ ծանոթանամ շատ երկրերի մշակույթների հետ եւ հիմա էլ ես փորձում եմ ծանոթանալ տարբեր երկրերի մշակույթների հետ։ Ես մի փոքր ուսումնասիրել եմ Չինաստանի մշակույթը եւ շատ բան իմացա այսօր։ Բացի այդ, նաև ես ուսումնասիրել եմ Կորեայի մշակույթը, այն շատ հետաքրքիր է եւ ես ցանկանում եմ ավելին խոր ուսումնասիրել բոլոր երկրների մշակույթը։ Հայաստանը դա մեր երկիրն է եւ ամեն մեկը պարտավոր է իմանալ մեր մշակույթը եւ ամոթալի կլինի, եթե ամեն մի հայ մարդ չիմանա իր մշակույթը, իր պատմությունը։ Ես հիմնական նկարչությամբ եմ զբաղվում, բայց ցանկանում եմ դառնալ լավ ճարտարապետ, որպեսզի ավելի լավ զարգացնեմ մեր երկիրը եւ քանդակաշինությունը ավելի զարգացնեմ մեր երկրում։ Ակնկալում եմ նոր գիտելիքներ ստանալ, հիմնականում ցանկացել եմ ավելի շատ ընկերներ ձեռք բերել ինձ համար։ Ցանկացել եմ ծանոթանալ ազգային պատկերասրահին, որովհետեւ երբևիցե առիթ չեմ ունեցել մասնակցելու եւ ներկա գտնվելու այստեղ։ Երեխաները նշում են, որ իրենց համար ամենակարևորը ոչ միայն որպես սովորող, այլև որպես ստեղծող մասնակցելու հնարավորությունն է։ Նրանց տեսանկյունը դառնում է բազմաբնույթ, ներառելով բոլոր այն գաղափարները, որոնք կառաջանան մշակութային ճանապարհորդություն Հայաստանում ծրագրից հետո։ Իսկ ավարտին երեխաները լրացնելու են հատուկ պատրաստված փոքրիկ հարցաթերթիկ, որը կօգնի գնահատել ծրագրի արդյունավետությունը, հաստատելու թե որքանով են նրանք կարողացել ընկալել եւ հիշել մշակութային այցերի ընթացքում ստացած գիտելիքներն ու տպավորությունները։